Ես քոլեջում դաս եմ տալիս, թվային արվեստ բաժնի ղեկավարն եմ, այսինքն դաս տալու մասին չի նորությունս։ Նորությունս նրա մասին է, որ բացել եմ մի տեղ, որտեղ որ կարան 5 տարեկանից սկսած այն պստիկ երկու պոչիկները, պուճուրիկ հրաշքները, հա, գան ու ես փորձեմ իրանց այն ճանապարհը ցույց տալ, որը որ ցավոք ինձ ոչ ոք ցույց չի տվել, ես այդ ճանապարհը կարճ ճանապարհը շատ երկար ու տենց քարքարոտ էլի մի քիչ նենց բառեր ասեմ, որոնք որ հասկանալի են, բայց այդ քարքարոտ ճանապարհն է քեզ սարքել են։ Այո, իհարկե, որտես կարճով գայիր կարող է այս շակատը չլիներ։ Հա, նույնիսկ ես ինձ հարց եմ տալիս, ասեմ, եթե ես բժշկական կրթություն չունենայի, միանգամից հենց մտնեի արվեստի մեջ, կարող է ավելի լավ չլիներ, կարող է շատ ավելի լավ լիներ, շատ ավելի հեշտ գնայի այնտեղ, որտեղ պետք է գնամ, բայց գուցե նաև սա է ճիշտը, դրա համար ասում եմ, խնդիրն է նա, որ փորձեմ այն գիտելիքներն ու փորձը, որ կուտակել եմ, փոխանցեմ փոքրերին, ինչու՞ չէ նաև մեծերին, քոլեջում տալիս եմ դաս կոնկրետ տարիքային խմբին, 15, 16, 17 տարեկաններին, 18-ներին, իսկ այստեղ հնարավորություն եմ սկսել են ամենապստիկ են, որ առաջին անգամ իրանք ծանոթանում են ներքի հետ, ծիլերի ու այդպես ես իրանք իհարկե կարճ բզեզիկներ եմ ասում, իրանք իմ բզեզիկներն են, բայց եթե մի քիչ ավելի ինձ հոգեազատ ձևակերպում տամ, իրանք մաքուր հոգիներն են, հələ նոր մտել են կյանք, հրաշք են, չեմ իրանք տված հարցերով, իրանք դեմքերով, իրանք հետաքրքրությամբ, իրանք աշխարհը բացահայտելու ցանկությամբ փորձելու եմ մաքսիմալ իրանք թե տեխնիկապես, թե ազատության զգացողությունը փոխանցեմ, կարծում եմ կստացվի, որովհետև այս պահի ինչքանով որ իրանք կարծիքը հայտնել են ինձ, կարծում եմ, որ ճիշտ ճանապարհն է։ 10 հարց ոդքասթի նպատակն է հրավիրել ոլորտում կայացած մասնագետի եւ տալ նրան հաճախ տրվող հարցեր։ Իմ այսօրվա հյուրն էր նկարիչ Շակատը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։